Առավոտյան ժամը 7-ից լայնածավալ խուզարկություններ են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարանում, Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն է հայտնել. Ծառուկյանի տուն ներխուժել են մեծ թվով ԱԱԾ ծառայողներ, ավտոմատներով եւ դիմակներով։ Արման Աբովյանի պնդմամբ նպատակը ընդդիմության չեզոքացումն է։ Այդ ինչ արել Ծառուկյանը, որ որոշել են սենց առավոտ 7-ին ավտոմատավորներով, քիչ ամնում ուղղաթիռներով իջնեն, չգիտեմ ինչ արել։ Նպատակն է փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ պարալիզացվել են տասնյակ ընկերությունների աշխատանքը, հազարավոր աշխատողներ չեն կարողացել մտնել իրենց աշխատավայրեր եւ սպասում են խուզարկությունների ավարտին։ Ժամը 7:30 տեղը մեր։ Արդեն փակ է։ Ինչ են անում, դուք տեսել եք։ Չեն ասում, մենք ինչ իմանանք, մենք սովորական ժողովուրդ ենք, մենք ինչ։ Այս պայծրության բոլոր աշխատակիցներին արդեն ուղարկել ենք տուն եւ մեր աշխատանքը պարալիզացված է։ Ժողովրդի կեսը արդեն անցել են իրանց աշխատանքին, կեսն էլ մնացել է այստեղ։ Չէ՞ որ էսի հոսքը, աշխատանքային հոսքը գնում ամեն տեղում իր աշխատողը պետք է կանգնած լինի, որ ավարիաներ չստեղծեն։ Էս ինչ արեցին գործարանը, հասանք ժամը 8-ին գործարան եւ գործարանը մի մասը եկել է, մի մասը չեկե եւ մեծ ավարիա ստեղծվեց փեչի վրա։ Էսի անելու բաներ, որ լավան մնաց փեչի մեջը, վերջը ոնց ալնելու։ Ստեղծված իրավիճակը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ, ահազանգում է Տոնոյանը։ Օլիմպիադանում կատարվող խուզարկության ժամանակ արտերկրից ժամանած մարզիկներին խուզարկություն իրականացնողները դուրս են հանել շենքից։ Հասկանալի է, չէ՞ որ սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞ որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա։ Այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ստեղծված պայմաններում չբացառեց վատագույն սցենարը Ծառուկյանի ձերբակալությունը, ինչին կարող է հաջորդել մյուս խոշոր քաղաքական ուժերի առաջնորդների ձերբակալությունը։ Պարզ անոնսավորել է, չէ՞ որ 3 լիդերներին էլ նստացնելու է։ Ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի այդ բռնապետական դեմքը հանկարծ հումանիստական է դառնալու։ Չարաչար կարծում եմ ամենավատ սցենարը պետք է սպասել, գնալու է տոտալ ձերբակալությունների ու կալանքների։ Քաղաքագետը նշեց, նման պայմաններում երկար չի տևելու Նիկոլ Փաշինյանի ավտորիտար իշխանությունը։ Ապօրինի իշխանություն ունենք, որը տուրբուլենտության ալիքի վրա պահպանվելու է այնքան, ինչքան կպահպանվի։ Իմ կանխատեսմամբ ամիսներ մինչև մի տարի կես։ Բայց մինչև այդ ինքը բոլոր հնարավոր ձևերով, նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների բացահայտ հովանավորությամբ անելու է այս հայլանդակությունները։ Ծառուկյանի ամենախոշոր Արարատ ցեմենտ գործարանից քննչական կոմիտեի աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները մնում են կապարակնքված։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։